Ռոսատոմի հետ համագործակցելով եւ Ռոսատոմին ինչ-որ բան վճարելով Նիկոլ Փաշինյանը դառնում է մանկապիղծ ռազմական հանցագործությունների անցակից։ Ինչի մասին ես չեմ հոգնելու պնդեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ամբողջ կազմով յուրաքանչյուր ազգային ժողովի պատգամավոր, ով քվեարկում է Ռուսաստանի հետ համագործակցելու, դառնում է մանկապղծության հանցակից, ռազմական հանցագործության հանցակից եւ դրա համար բոլորին պատասխանատվություն է սպասում, անկախ նրանից իրանք դրան ոնց են վերաբերվում, որովհետեւ հասուն մարդ են, ոչ մեկը մանուկ երեխա չի, ոչ մեկին նենց չի որ խաբել են, բոլորը թիվ 1 հնարավոր այդ դոպուսկ ունեն գաղտնի փաստաթղթերի եւ այլն, բոլորը կարող են բացել ինտերնետ եւ տեսնել ինչա կատարվում, բոլորի համար պարզավոր բաները գործում են, բարոյական տեսանկյունից իրանք պատասխանատվություն պետք է կրեն դրա համար եւ յուրաքանչյուրի ընտանիքում իրանք որ տունը գալիս են, իրանք երեխաները պետք է ասեն մամ, պապ, բայց դու մանկապղծության հանցակից ես։ Ու այդ պետք է սերունդներով մնա ազգանուններով, իրանք նկարներով այդ խայտառակությունը պետք է շարունակվի հավերժ իրանք համար։ Բացի ամեն ինչից, այդ նաեւ կոնֆորմիզմն է, տեղավորվել, որ քեզ դավաճանում են, կոտորած են անում, քեզ տեղահանում են, ոչնչացնում են, քեզ երկիրդ վաճառում են, հնարավորինս վնաս են տալի, դու շարունակում ես տեղավորվել դրա հետ եւ արժանապատվությունդ փալասի տեղ դրած գնում նստում ես գիշերով խոսում ես ինչ-որ բանի հետ։ Այդ ինչ վերաբերում է բան, ինչ վերաբերում է այդ Ռոսատոմին հայտնի էր, դա վաղուց գիտեինք, այստեղ ակտիվ էին, վազվզում էին, կաշառք էին բաժանում երևի, որովհետև Ռոսատոմը մեծ հաշվով իհարկե պատժամիջոցների տակ չի որպես Ռոսատոմ, բայց Ռոսատոմի սուբկոնտրակտնիկները, ովքեր որ պետք են օրինակ Siemens տուրբինաների բաներ արտադրող է Siemens-ը որպես այդպեսին, որտեղ ատոմակայանը ինքը ինչ է մարդկանց պարություն բան չի, ասենք ուրան չի, որը ուղղակի տալիս է հոսանքին ինքը հոսանք է տալի, ինքը պրոցեդուրա կա, այդ խոսք վերաբերում է նրան, դա ցիկլ է вообще, երում է, ջուրը կարճ տուրբինա պետք է լինի, որը հոսանք է գեներացնում, այդ տուրբինաները Siemens են, Siemens-ի համար Ռուսաստանը պատժամիջոցների երկիր է, այսինքն Ռուսաստանի հետ ոչ մեկ չի համագործակցելու։ Վերջի կոնտրակտը, որը Ռոսատոմը ուներ Եվրոպայում, դա Սլովակիան էր, որը չեղարկվեց 2 ամիս առաջ։ Եվ այդ նույն մեր ռեակտորը ունեցող Ռովնոյում է, եթե չեմ սխալվում։ Ուկրաինայում կա մեր ռեակտորներից, որը վաղուց տրված է ամերիկացիներին։ Եվ այս մեր ատոմակայանի սպասարկումը չտրամադրել Ամերիկայի կողմ, ամերիկյան կողմին, դա ռազմավը։ Այլի 10 տարով խնդիր է չէ, իրանք ինչ-որ մոդեռնիզացում են աշխատում են։ Դա էլ է հանցագործություն։ Էլ չասել։ Իսկ վտանգավոր։ Ինչ վտանգավոր։ Անվտանգությանը, ընդհանրապես։ Ռոսատոմը սպասարկում է քո անվտանգությունը նույն Ուկրաինայում կոնենք տեսնում ենք, որ ատոմակայանների անվտանգությունը Ատոմակայանի անվտանգությունը չէ։ Ռուսաստան-Հայաստան փոխհարաբերությունների մասին։ Քաց դրանց վրա ի՞նչն է, ասենք, ինչ սպասում ես ամի 3 տարին մեկ դավաճանում է, մի կտոր քեզանից փոքում տալիս է թուրքերին կամ ադրբեջանցիներին, այդ դրա վտանգը կամ անվտանգը ո՞րն է։ Խնդիրը նրանում է, որ Հայաստանին այն ինչ որ պլանավորը քիչ է։ Հայաստանին 5 գիգավատանոց ատոմակայան է պետք։ Որպեսզի երկարաժամկետ Հայաստանը կարողանա պլանավորի տնտեսության զարգացումը եւ ման որտեվ այս տեխնոլոգիական փոփոխությունը, որ ասում եմ մասնավորապես արհեստական բանականություն եւ այլն, ինքը պահանջում է հոսանք։ Դա մեր հոսանքի աղբյուրը, դա իդեալական հոսանքի աղբյուր է։ Դա հնարավորություն կրա, օրինակ մեծ փրթում է, չէ, ասում ակադեմիական քաղաք։ Ասենք քվանտային ֆիզիկայի ոլորտում ուսումնասիրություն անելու համար դու պետք է ունենաս էներգիայի աղբյուր։ Ցանկալի է շատ։ Որով կարող արագացուցիչ ես ուզում կառուցես, կամ մեկ գալիս է կառուցում է քեզ մոտ։ Կամ լազերային տեխնիկայի զարգացման համար, կամ քիմիայի համար, կամ մետաղագործության նուրբ մետաղների մշակման համար։ Օրինակ պարտադիր չի ածուխով լինի հիմա մետաղի մշակումը, կարելի է ինդուկցիոն փեչեր կառուցել եւ ասենք չգիտեմ, նույն բանով տիտանը տենց են ստանում։ Այդ դրա համար պետք է շատ հոսանք։ Հայաստանը պետք է գեներացնի այնքան հոսանք, ինչքան պետք է, անգամ 3։
Այսինքն պետք է հիմա, ասենք, չգիտեմ, 4 գիգավատ օրական, մենք պետք է գեներացնենք 12, որպեսզի մենք լրիվ արխային լինենք, որ ցանկացած պահի զարգացումը, մի մասը դուրս է գալիս բանի, ավել կարեք վաճառեք։ Այսինքն էներգիան նույնքան ապրանք է, որքան նավթ, նույնիսկ ավելի լավ, որտեղ ասենք այն մշակի խնդիր չկա։ Դու կարող եք տարածաշրջանում դառնաս համար 1։ Բայց դու չես անում, չնայած որ համ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն ընկած են յալվար են այդ տանելու։ Ինչու, որտեղ Հայաստանը արդեն ՄԱԳԱՏԵ-ի անդամ։ Եվ խնդիր չկա, բազմաթիվ այդ չեկերը, որը մենք անցել ենք չեքպոինտերը, մենք անցել ենք արդեն ուրիշ տեղ, ասենք Թուրքիան չի անցել։ Թուրքիան հիմա ակտիվորեն մակույուներ է կառուցում, բայց ինքը էլ այնքան ճանապարհ պետք է անցնի։ Իրանը եթե Գերմանիան չսկսեր Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի համատեղ այդ բանը չլիներ Բուշերը, որը որ շախի ժամանակ էր սկսել կառուցվել, որ արագացրած ռեժիմով իրան անցկացրեցին ինքը այդ փաստաթղթերը ձեռն էին կարել իսլամական հեղափոխություն, դրա համար է իր մոտ ակտիվ է եղել։ Շատ ակտիվ սկսել է աշխատել, միանգամից կարողացել աշխատել, բայց քանի տարի տևեց։ 79-ին 81-ին գերմանացիները կոնսերվացրեցին դուրս եկան, 90-ականներից կառուցում էին 2000-ականների վերջ նոր աշխատեց։ Հիմա հարցը նրանում է, որ Հայաստանի նետատումային էներգետիկան պետք է գնալ այնտեղ, որտեղ որ կյանք կարա, ոչ թե որ դա մորդերն է ու մարդիկ։ Դե հիմա գնացին այնտեղ, որտեղ որ գնացին։ Դե ես ասում եմ, այդ մարդիկ ռազմական հանցագործության հանցակից են։ Պուտինը ռազմական հանցագործ է, ինքը լավ գիտի ումա ծախ է, ում վրա է ծախ է։ Հարցը չի, դրա համար պատասխանություն։ Տրամպը դեմենցիայի մեջ է, խայտառակությունը, սա Ամերիկայի համար խայտառակություն։ Նման նախագահ ոչ մեկի մտքով չէր անցնի, չէ՞ որ ժողովրդավարական ամենազոր երկիրը այդպես մառազմի մեջ ընկած նախագահ բանկան։ Սա Ամերիկայի համար խայտառակություն է։ Եվ վախենամ ես լավ չվերջանա։ Հենց այդ որ ասում եմ, որ անկայունությունը եւ բանը գալիս է նրանից, որ Տրամպի պես մեկը նստած է սպիտակ տանը։ Ինքը ամբողջությամբ դուրս է գալիս այդ բանից, ինքը կառուցում է դիլերի վրա, այսինքն ամենահզոր բանակը զբաղված է նրանով, որ Վենեսուելայում նավակներ է տրակածն։ Մանկապարտեզ էլ, դա կոչվում է դեմենցիա, մառազմ։ Իրան չի կարելի թույլ տալ բան, ինքը չի հասկանում ինչ անում։ Քանի որ ինքը մանկամիտ է դարձել, արդեն ամբողջությամբ, հա, նարցիս է ու մանկամիտ։ Այդ Իսրայելի թեման, Պաղեստինի ճանաչումը։ Տեսեք, Պաղեստինը ճանաչվեց 1967 թվականի սահմաններում։ Ես երևի ալիքումս դրանք անդրադառնում ավելի երկար, չնայած ես ու Արմեն Հովհաննիսյան իր ազատարաբլոգում մեծ բան ունեինք, երկու, եթե չեմ սխալվում, 1.5 ժամանոց նյութ ունեինք Իսրայել-Պաղեստինյան կոնֆլիկտի մասին։ Պրոբլեմը հետևյալն է, 67 թվականի սահմանները դա նշանակում են, որ Իսրայելը հավերժ լինելու օկուպանտ, ինքը կամ պետքա դուրս գա տեղից, ինչ ինքը չի կարող անի, որովհետև գոյություն չունի Իսրայելում կառավարություն, որը դրան կգնա։ Բայց այս ռումբը դրվեց, վերջացավ։ Ներողություն, դուք ասեք չի կարող անել, չի կարող թե չի ուզում։ Չի կարող։ Ինչու չի կարող։ Չի կարող, որովհետև ենթակառուցվածքները արդեն այնպես է տեսեք, իրականում սահմանը 67 թվականին, եթե չեմ սխալվում, այնտեղ սենց ասեմ, Աշդոդը ու մինչև Բերշևայի բան, Քիփ Բերշևային կապած, ինքը Գազայի հատված էր։ Այսինքն Աշդոդը դա Գազայի հատված է, այն ինչ որ քաղաք է կառուցվել, երկաթգծեր են կառուցվել, ջրատարեր են կառուցվել, ինչ ասես, բան, ուղղակի ճանապարհներ, ռազմական բազաներ, այնտեղ վաղուց են գրավել այդ տարածքները, բայց 67 թվականի սահմանով էլ չասած, որ Երուսաղեմի հարցն այնտեղ կանգնում, արևմտյան ափն է, եւ այդ ամեն ինչը ինքը հիմա տեղից որ դուրս գա, պատկերացրեք 50 տարիվա կառուցվածը պետքա նորից կառուցվի շատ ավելի նեղ բաներով։ Եվ 67 թվականին խոսակցություն կար այնտեղ իրականում Իսրայելը երկու կտոր ուներ, որտեղ բանը 18 կիլոմետր էր սահմանը։
այդ որ ասում են from the river to the sea Palestine must be free, այդ West Bank-ը, այսպես կոչված արևմտյան ափը, սահմանը, որը որ Պաղեստինի այդ մասն է, եւ միջերկրական ծովը 17 կիլոմետր է եղել իրենց մեջ տարբերությունը։ Ну, այդ մի կտորն է 17, այնց մնացածը 20-25 ան, ինչ չի որ շատ է։ Եվ de facto այդ բանին դուրս գալուն ինքը բերելու է ահավոր մեծ անվտանգային խնդիրների հոգեբանական։ Եվ Իսրայելում մարդ չի մնա։